Ողջույն, Նժարի ուժը պոդքասթը հերթական անգամ եթերում է եւ մենք այսօր ինչպես որ խոստացել ենք նորից ունենք հյուր Հայկը Դեմոյան եւ պարոն Դեմոյանի հետ խոսելու ենք նորից վերադառնալու ենք ՀՄԵԿ-ի հետ կապված հարցերին, խնդիրներին, որովհետեւ պարզվեց, որ միայն կլոր սեղանի շուրջ հավաքված մարդիկ չէին, որ խնդիրները արձանագրեցին, տեսան, միայն մենք չէինք, որ խնդիրը բարձրաձայնեցինք եւ փաստաթղթային տեսք տվեցինք, կան նաեւ տարբեր այլ ուժեր, այլ հարթակներ, այլ մտքեր, գաղափարներ, որոնք որ կարծես թե հանրության ինչ որ հատվածներ, որոնք կարծես թե այդքան էլ մեղմ ասած գոհ չեն ՀՄԵԿ-ից ու այսօր կփորձենք խոսել, ասեմ նաեւ, որ մենք մոնիտորինգ ենք իրականացրել, վագլոր ունեմ ՀՄԵԿ-ի համար, ՀՄԵԿ-ի ղեկավարության համար, ԿՊԱ-ականների համար, որովհետեւ մենք իրականացրել ենք մոնիտորինգ, մենք ունենք հաշվարկ, այսօր կներկայացնենք նաև որոշակի թվեր, որպեսզի մեր հասարակությանն էլ պարզ լինի, թե ինչի մասին ենք մենք խոսելու, ու սենց հերթով։ Խնդրեմ, պարոն Դեմոյան, պարզվում է, որ մենակ մենք չենք, որ դժգոհ ենք ՀՄԵԿ-ից, պարզվում է, էլի դժգոհ հարթակներ կան։ Դա խոսում է այն մասին, որ ամեն ինչ տեսանելի է։ Այսինքն շատ մեծ խելք, շատ մեծ տաղանդ պետք չի ունենալ, հասկանալու է, թե ինչ առաքելությամբ ճակերտավոր այսօր շարունակում է իր ցածրակարգ գործունեությունը հանրային հեռուստաընկերություն կոչվածը, բայց ես կցանկանայի, որ մենք այսօրվա մեր թիրախ հեռուստաընկերությունը դիտարկենք ընդհանուր համատեքստի մեջ։ Եվ այստեղ պետք է հիշեցնեմ 2010-11 թվականին ժամանակ հանրային խորհրդում մեծ քննարկում եղավ հայկական հեռուստա եթերի հետ կապված։ Ցավոք սրտի Հիմա մենք գալու ենք մասնավորեցնելու ենք, բայց հիմա մենք ընդհանուրի մեջ պետք է դիտենք հայկական հեռուստա եթերը որպես այդպիսին, ինքը կարելի է, եթե ոչ քաղաքենիական մշակույթ գովազդող, եթե այդպես տանք, դա մշակույթ բառը պետք է օգտագործեն, դա հակապետական է։ Այսօրվա ճգնաժամային երևույթները, որոնք առկա են հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում, չի քննարկում հեռուստա եթերը որպես այդպիսին քննարկման գործիք չի, առողջացման գործիք չի, այն թմրեցման գործիք է։ Իսկ եթե գանք արդեն մասնավոր դեպքի հանրայինի, որտեղ սա պետք է առանձնացնենք, որովհետև դա ձևավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից, չէ՞, ձևավորում է եւ աշխատավարձ է ստանում այնտեղ աշխատող բոլոր տեխնիկական անձնակազմից մինչեւ մանիպուլյացիայով զբաղվող հայտնի հեռուստամեկնաբան եւ հաղորդավարները։ Գոյություն ունի հանրային հեռուստաընկերության, այսինքն օրենք, որը կարգավորվում է, բայց որպեսզի այստեղ միանգամից բացառենք, այսպես ասած, սուր քննադատությունները, բա ինչու 2018-ից առաջ պետք է մի շատ կարևոր հաստատագրում անենք։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ ունեցել է թերություն միակողմանի լուսաբանման առումով, բայց 2018-ից հետո աշխատող հանրային հեռուստաընկերությունը արդեն աչքի է ընկնում բացառիկ ցինիզմով, բացառիկ անպատկառությամբ եւ բացահայտ գործունեությամբ, միակողմանիության, կողմնակալության, կոռուպցիոն մանիպուլյացիոն գործելավոճով։ Այս սա է որակական նոր հանգրվանը, նորից եմ կրկնում, մենք չենք ասում, որ 2018-ից հանրային հեռուստաընկերությունը սուրբ էր, որևէ թերություն չուներ, այդպիսի թերություններ կա իհարկե, այն ժամանակ էլ է եղել քննադատություն։ Բայց երբ որ գալիս ենք 2018-ից հետո, մենք տեսնում ենք արդեն կարծրացում, բյուրեղացում, ըստ որում առանց քաշվելու է դա արվում, ըստ որում հանրային հեռուստաընկերության դրա գործունեության օրենքով կարգավորվող գործունեությունը խախտվում է համարյա բոլոր կետերով։ Մենք տակավին դեռ չգիտենք ինչու մութ դրամական հոսքեր կա, հաշվետվողականություն չկա, ըստ որում համաշխարհային պրակտիկայում ամենակարևոր սկզբունքը հանրային հեռուստաընկերության գործելու դա հաշվետվողականությունն է, հաշվետու լինելը այն հաշվետուն դա այն նկարները չէ, որ նկարում են։ Դա այն սահմանն է, որ այսօր հանրային հեռուստաընկերությունը սնվելով հանրության հայ քաղաքացիների մուծած հարկերից պատ է քաշել եւ այդ պատից անդին իրականացնում է պատվեր, այսինքն պատվերով հեռուստաընկերության ինքնություն ունի հանրային հեռուստաընկերությունը, որը կոպտորեն խախտում է հենց այն սկզբունքները, որոնք դրված են հանրային հեռուստաընկերության գործունեության հիմքում առաջին սկզբունքը ես ասեցի դա հաշվետվողականությունն է, իսկ մյուսը անաչառությունն է։ Մենք ինչ ենք տեսնում, չասեմ որ նախանձրական է դրա համար, դա 2018-ից մենք տեսանք այլանդակ դրսևորումներ ուղղակի կոմնապահության եւ հանրային կարծիքի մանիպուլյացիայի։ Այս ֆորում արվում է շատ հնամաշ ձևերով, եթերը լցված է անընդհատ միակողմանի իշխանական, այսպես ձոներով եւ փառաբանումներով, մենք տեսանք բացառիկ եւ մի խայտառակ այլասերում, այն է որ
աշխարհիկ իշխանության ներկայացուցիչը, հա, աշխարհիկ կողմը միջամտում է եկեղեցական կյանքին, ինքնաշեն եմ ես դա անվանում, ինքնաշեն պատարակներով այս եկեղեցության եկեղեցի է գնում եւ դա մատուցվում է ուղիղ եթերով հանրային հեռուստաընկերություն։ Արդյոք այն մյուս մասի, որոնք հարկեր են մուծել այդ հեռուստաընկերության աշխատանքը ապահովելու համար կարծիքը հարցվեց, այսօր դա թույլատրելի է թե ոչ, դա իհարկե այս պարագայում չի քննարկվել։ Ամենախայտառակ դրսևորումը դա նույն ուղիղ եթերն էր դեկտեմբերի 7-ին։ Այն քաղաքում, որը կսկիծ ուներ, սուկ ուներ, ես անձամբ այդ սարսափները ես տեսել եմ, եւ դա աններելի է։ Ես Ծիծեռնակաբերդի մասին չեմ խոսում, կվերադառնանք։ Դեկտեմբերի 7-ի վերջի արշավը հրոսակախմբի գլխավորությամբ եւ գլխավոր հրոսակի մտնել եկեղեցով կիսել ժողովրդին մի մասին դու զինվորական, ԱԱՑ-ական, չգիտեմ, հատուկ գվարդիական եւ այլն բերես սև ազգեստներով շրջափակես գլխավոր եկեղեցին գյումրեցիները հիմնականում գնում են 7 վերք։ Այո, նոր Աստվածածին բացվել է, ամենափրկիչը վերանորոգումից հետո ամենափրկիչն էլ է գործում, բայց գյումրեցիները սովորույթի ուժով գնում են 7 վերք եկեղեցին, Աստվածածին։ Եվ այստեղ դու գաս այդ հրոսակի խմբով նախ ստեղծես մի առիթ, որ քահանաները քեզ ընդդիմանան եւ գրավոր դա անեն եւ կնքեն եկեղեցու դուռ քո առաջ, բայց դու այդ հրոսակին վայել ձևով մտնես թույլ չտաս սուկ ունեցող քաղաքացիներին գան աղոթեն, վերհիշեն եւ ամբողջ այդ օրվա հիշողությունը, օրինակ ես այդ օրը հիշում եմ այն զոհված իմ հարազատների հետ եմ, հիշում եմ ամբողջ դրվագները, բայց այդ օր Նիկոլ Փաշինյանը որոշ գյումրեցիների նաեւ ուղեկցությամբ падգամավորների իր մամլոք հարտուղարի, հա, այդ հրոսակախմբի կազմում որպես սովորական հրոսակ մտան Գյումրի եւ պղծեցին նույնիսկ այդ հիշողության օրը։ Ես եկեղեցիները չեմ ասում, պղծման գործողությունն է դա։ Եվ այս ամբողջ թոհուբոհը սպասարկում է հանրային հեռուստաընկերությունը։ Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որտեղ հանրային հեռուստաընկերությունը հակասահմանադրական գործողությունների, իսկ դրանք ակնհայտորեն հակասահմանադրական գործողություններ են, որտեղ որևէ կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտել է, հակասահմանադրական գործունեություն է, հակաիրավական գործունեություն է, հետեւաբար քրեորեն պատժելի գործողություն է, որևէ մեկը հմեկում իր վրա պատասխանատվություն չի վերցնում, ասել որ սա չի կարելի հեռարձակել։ Այսինքն չկա ինչ որ խորհուրդներ ունենք, ինչ որ վերահսկող իբր մարմիններ կան, ու այս ամբողջ համակարգի մեջ, որոնք ի դեպ նորից վճարվում են հարկերով, հարկատուների հարկերով, ու շատ հստակ պետքա պատկերացնել։ Ինչու՞մ է տարբերությունը հմեկի, շատերը որտեվ ասում են, ինչ եք հմեկ ասում, հենա գնացեք այլ մասնավոր ինչ որ հեռուստաընկերությունների անուններ են տալի, Ժորժ ջան, նրանք մասնավոր հեռուստաընկերություններ են, նրանք տարբերվում են հանրային հեռուստաընկերությամբ հենց նրանով, որ դա մասնավոր ընկերություններ են, իսկ սա պետական բյուջետից սնվող, ձեր հարկերով սնվող հմեկն է, որը պարտավորություն ունի այդ բալանսը պահելու։ Մենք մի քիչ ավելի ուշ կխոսենք նաև տվյալների ու թվերով, որպեսզի մեր հասարակությանը շատ ավելի ընկալելի ու պատկերավոր լինի, եւ իսկապես ստացվում է մի բան, որ այն ինչի մասին ես անդադ ասում եմ, գործող իշխանություններին բավարար չի, որ իրենք են իրականացնում հակասահմանադրական այդ եւ դա նշանակում է քրեորեն պատժելի գործողություններ։ Իրենք հանցակից են սարքում մեծ թվով մարդկանց, մի մասը որոնց ուղղակի չի հասկանում ու չի գիտա։ Մի մասը չի գիտակցում, իսկապես մասնակիցների մի մասը ուղղակի չունի բավարար գիտելիքներ փորձ հասկանալու համար, բայց նրանք ովքեր որ նստած են հմեկում, ես ենթադրում եմ, որ պիտի նման կրթվածության շեմը հատած լինեն, հա, բայց բավարար կրթություն ունենան, բավարար գիտելիք ունենան, բավարար փորձ ունենան հասկանալու համար, որ սա անթույլատրելի գործողություններ են։ Եք ես մեկ-մեկ Երևանում որ քայլում եմ կամ մեքենայով տեսնում եմ դες շենքեր, ամենաշատ ցնցող եւ զարմացնող բանը, երբ որ Երևանում փորձում ես քայլես, տեսնում ես Արդարադատության ակադեմիա, հակակոռուպցիոն ցուցանակով, այնքան բաներ կա, որ զարմանում ես, այստեղ հակակոռուպցիոն դատարանն է, այնտեղ հակակոռուպցիոն կոմիտե է եւ այլ։ Այս որտեղից են աճելու, այս շենքերում նստածները դրանք չեն տեսնում, վերջերս դատախազության օրն էր մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ, այդ շքեղ նույնիսկ մատենադարանն էր կարծում, զարդարել էին, ինչից եք խոսում, երբ որ երկրում համատարած կոռուպցիա է, ընդ որում կոռուպցիա բոլոր ոլորտներում, եւ այսօր մենք խոսում ենք հանրայինը ձեր համար ցուցիչ չի, որ դա կոռուպցիոն գործունեություն է, օրինախախտ գործունեություն։ Այսօր հանրային հեռուստաընկերությունը վերածվել է շատ բութ գործիքի, ապաշնոր գործիքի հանրային
գիտակցությունը մանիպուլացնելու։ Գիտեք, ամեն մի իշխանություն այս գործիքակազմը իրագործում է, պատրանքներ չունենանք, դա ամբողջ աշխարհում այդպես, ամենքը փորձում են ուժի միջոցով, դրամի միջոցով, փափուկ ուժի կոշտ եւ այլ նայած ինչ դեմոկրատիայի աշճան կա այդ երկրում վերահսկել ինֆորմացիայի աղբյուրները, բոլշևիկներն գիտեք, փոստը, հեռագրատունը եւ այլն, եւ այստեղ պատրանքներ չունենանք, թե ինչու մաս մակուր 100%-անոց այսպես բյուրեղյա ազնվություն չունի հանրային, բայց մենք խոսում ենք ցինիզմի աստիճանի հասած, անպատկառության աստիճանի հասած, կողմնակալության եւ միակողմանի քննադատության, այսինքն վերածվել է հանրայինը շեպորահարի իր ամոթալի շեպորահարի, երբ որ իր հայտնի հաղորդավարների, հայտնի ճակերտավոր իհարկե, միջոցով ամեն օր մանիպուլացնում են հասարակական գիտակցությունը, ում են բերում եթեր բերում են մարդկանց, ում իրենք գիտեն, որ ինչ են խոսելու, կամ ում հետ կարող են պայմանավորվել, թե ինչ են խոսելու։ Իրեք ամենածիծաղելին այն է, որ երբեմն եթերում հայտնվում են մարդիկ, որոնց մասին փոքր երկրի օրենքներից են, մենք գիտենք, որ շատերը նաև վճարվում են ընդդիմադիր խաղալու համար։ Հիմա էլ վճարում են պրոիշխանական խաղալու համար։ Եվ այս այլանդակ բարքերը, որ մենք ունենք մեր հասարակական քաղաքական կյանքում, բյուրեղանում եւ ներկայացվում է հանրային հեռուստաընկերության միջոցով։ Հիմա գալով հանրային արձագանքին, առաջին անգամը չէ, դա տաքսու վարորդը կարող է լինի կամ գոլեգա, որի հետ մենք խոսում ենք, առանց նույնիսկ այդ թեման բարձրացնելու հարցը քննարկվում է, որովհետև այդ ցինիզմի դրսևորումը ինչ որտեղ կուտակում եւ վերածվում է արդեն վերլուծության։ Մարդիկ հասկանում են, ինչքան էլ որ փորձեք մանիպուլացնել, շեղել, դա եկել է այն կետին, երբ որ դա արդեն հակառակ էֆեկտն է գործում։ Ինքն է սկսում հարվածել։ Այդքան գումար, որ ներդնում եք ձեր քարոզչությունը ապահովելու համար, հիմա սկսվել է հակառակը հարվածելու, որովհետև այդ ծավալի, այդ մակարդակի, այդ խտության քարոզչությունը, սև պրոպագանդան, որ արվում է, վատաբանելը մարդկանց մի խմբին եւ սրբացնելը մեկ ուրիշ խմբի, որի մեղքի շարանը բոլորը գիտեն, հանցագործությունների շարանը բոլորը գիտեն, այսօր մենք հանրային հեռուստաընկերությանը շատ հանգիստ կարող ենք արդեն մեղադրել բազմաթիվ քրեորեն պատժելի հանցագործություններ իրագործելու մեջ։ Ես մի օրինակ բերեմ թվերով, որպեսզի մեր հասարակությանը շատ լավ պատկեր թվային պատկեր ստանան, ինչպես ասացի, մենք մոնիտորինգ ենք իրականացրել եւ դիտարկել ենք հիմնական այն ծրագրերը, որոնք որ օգտագործվել են որպես պրոպագանդայի գործիք։ Ուրեմն կա մի հաղորդում, կոչվում է բաց հարթակ, դուրս է գալի 16:00-ին, ինքը ներկայացվել է որպես մշակութային ծրագիր, այսինքն ենթադրվում էր, որ մշակութային նշանակում է պիտի խոսեն մշակույթի մասին, մշակույթի հետ փոխկապակցված այլ ոլորտների մասին, ու պարզվում է, որ այս Իմիջիալուց ասեմ, որ հետաքրքիր ինչն է այս ծրագրի, որ ինքը լուրերի արանքում է մտնում մի անգամ, այսինքն լուրերը ընդհատվում են, այս պրոյեկտը գնում է, հետո լուրերը շարունակվում են, մի անգամ էլ երեկոյան է ինքը եթեր գնում, առանձին։ Ինչ հիմնական 3 թեմաներ են մշակութայինի այս շրջանակներում քննարկվել, ուրեմն պրոիշխանական։ Ուրեմն մեկը կրթվել է նորաձև է, հիմնական պրոյեկտը դա է եղել։ Հեծի հետ կապված, ուզում եմ հասկանամ մշակույթի հետ հեծը ինչ կապ ունի, որ մշակութային ծրագրի մեջ են մտցրել, եւ եկեղեցու հետ կապված, ու հետաքրքիրը նա էր, որ վերնագրերում նշել են աշխարհի կանոնով կաթողիկոսին, դուք կարող եք սիրել, կարող եք չսիրել կաթողիկոսին, բայց հաշվի չառնել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ իրենք ունեն կրոնական զգացմունքներ, ունեն իրավունքներ, եկեղեցին ինքը ունի որպես կրոնական կազմակերպություն իրավունքներ, իր կանոնները ունի, ու դուք խախտում եք այդ կանոնները հանրային եթերով, դա, չգիտեմ, ու դա ինչ կապ ունի մշակույթի հետ։ Տեսեք, ընդհանուր 160 ծրագիր ա եղել, շատ փոքր թվով ծրագրեր են վերաբերել եղել ուղիղ մշակութային հենց պրոցեսներին, զրույցները եղել են, մասնակից են եղել ուրեմն ԿՊԱ-ականները, ուշադրություն, 160 բանից, ծրագրից, 22-ը ԿՊԱ-ականներ են ներկա եղել, 24 անգամ հրավիրել են Արման Բաբաջանյանին, 12 անգամ հրավիրել են Լևոն Շիրինյանին, 9 անգամ հրավիրել են ներողություն Արման Բաբաջանյանին եւ իր կուսակիցներին, այսինքն 24 անգամ եկել են Արման Բաբաջանյանը իր կուսակցության անդամները։ Նույնը վերաբերվում է Լևոն Շիրինյանին, 12 անգամ եղել են Լևոն Շիրինյանը եւ իր կուսակիցները։ 9 անգամ եղել Ազատ Արշակյանը։ Մշակութային Ոմն Բարդուխ Գալստյան 8 անգամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյան 7 անգամ, մշակութային պրոյեկտ է։ 82 հոգի այս պրոցեսից փաստորեն մշակույթի հետ կապ չունեցող մարդիկ 100
60 ծրագրից 82-ի դեպքում մշակույթի հետ կապ չունեցող մարդիկ են հրավիրվել եւ ենթադրում եմ ես թույլ կտամ ինձ այսպիսի ենթադրություն անել հիմնականում հրավիրվել են քաղաքական ուժերը, որոնց Նիկոլ Փաշինյանը շատ կուզենար տեսներ ապագայում պարլամենտում, այն որ մատով ցույց էր տալի ասում էր դուք ձեզանից ԿՊԱ-ականներ ասում են ձեզանից շատերը պարլամենտում չեն լինի կլինեն նրանք ուրիշ մարդիկ կլինեն, ենթադրում եմ որ մեկը նաև օգտագործվում է իրենց ոչ միայն իրենց վերարտադրման համար, այլ նաև իրենց օպոնենտները կամ պարլամենտում ապագայում հայտնվող մարդկանց նախընտրելի մարդիկ։ Մեկ այլ ծրագիր Աննա Դանիելյանի հետ է կոչվում, ուրեմն դուրս է գալի լավ ժամանակ է 20:00-ն շատ լավ ժամանակ է եթերի համար, այո, եւ ընդհանուր եղել է 133 ծրագիր, որից ուշադրություն 52 անգամ եղել են ԿՊԱ-ականները եւ տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, այսինքն եղել են կուսակցականները պարլամենտից եւ տարբեր իշխանության ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերվում է մերձ իշխանականներին մարդիկ ովքեր մշտապես հիմա իրանք անպայման կասեն որ մենք մերձ իշխանական չենք, մենք էքսպերտներ ենք, մենք անկախ էքսպերտներ ենք, բայց դա երբ որ դու լսում ես այդ պրոյեկտները ծրագրերը, դու հասկանում ես, որ այս մարդիկ ուղիղ եկել են մի նպատակով պաշտպանել այն թեզերը, որոնք մեզ նետում է Նիկոլ Փաշինյանը, հա։ Ուրեմն 5 անգամ Ռոբերտ Ղևոնդյան, 4 անգամ Արման Բաբաջանյան, 3 անգամ Արնոլ Բլեյան, 2 անգամ Արեգ Քոչինյան, 2 անգամ Դանիել Լեոնիսյան, 1 անգամ Խուրշուդյան Եվս 12 հոգի եկել են, որոնք Նիկոլ Փաշինյանի ծրագրերն են տարածել, մի անգամ են եկել, բայց նպատակը եղել է, այսինքն ամբողջ ծրագիրը բովանդակությունը եղել է նա, որ տարածել են։ Եվ ոլորտային մասնագետներ, այսպես ասած, չեն եղել։ 88 ծրագիր փաստորեն նվիրվել է Նիկոլ Փաշինյանի թեզերը տարածելուն։ Ուշադրություն 133 ծրագրից 88-ը նվիրել են Նիկոլ Փաշինյանի թեզերը առաջ տանելու։ Եվ մի օրինակ էլ բերեմ, Պետրոս Ղազարյանի հետ, դա ամենահայտնի երևի պրոյեկտներից մեկն է, եղել է 217 ծրագիր, որից 136-ը ԿՊԱ-ականներն են եղել եւ իշխանության տարբեր պոստեր զբաղեցնող, պաշտոններ զբաղեցնող մարդիկ են եղել։ 9 ծրագիր եղել են մերձ իշխանական ՀԿ-ի ներկայացուցիչներ, այսինքն ֆորմալ առումով դրանք հասարակական, այսինքն քաղաքասարակության ներկայացուցիչներ են, բայց այդ մարդիկ ուղիղ բաց տեքստով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի թեզերը ու կապ չունի թե ինչ գործողություններ է իրականացրել, թե այդ նույն գործողությունների համար նախկին իշխանություններն իրանք ինչ տեսակ քննադատության կենթարկեն ու ինչ կապրեն նախորդ իշխանությունները։ Ուրեմն 5 ծրագիր հրավիրել են կարգալույծ եղած եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանի պրոյեկտները պաշտպանող ծրագրերը պաշտպանող եկեղեցականներ, չգիտեմ կարելի է կաչուր հոգեվորականներ։ Ուրեմն 31 ծրագիր եղել են, մենք հաշվել ենք ընդդիմադիրներ են, բայց այդ 31-ի մեջ ուրեմն 4 անգամ Գառնիկ Դանիելյանն է եղել, 3 անգամ Քրիստինե Վարդանյանն է եղել, 2 անգամ Խոսրով Հարությունյանն է հրավիրվել, 1 անգամ Հրամ Բագրատյանը, 1 անգամ Արծվիկ Մինասյանը, 1 անգամ Վանեցյանը, ուշադրություն, չեմ հասկանում ինչի, 6 անգամ հրավիրվել է Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյանը։ Այս պրոյեկտներն են, որոնք մնացած 36-ը հրավիրվել են դեսպաններ, սպորտի, մշակույթի տարբեր ոլորտի ինչ-որ մարդիկ։ Բանավեճերի մասին ընդհանրապես խոսելու, սա այլ ասեմ ու սահմանափակ, բանավեճերը, որոնք կազմակերպվում են ՀՄԿ-ի եթերով, ընդհանրապես ասում եմ, բոլոր պատկերացումներից դուրս են, որովհետև հրավիրվում են մարդիկ, ովքեր որ ներկայացում են որպես անկախ էքսպերտներ, այնինչ այդ բոլոր մարդիկ աշխատում են մի օֆիսում, ուղղակի մեկին ներկայացնում են, օրինակ, ինչ որ քաղաքագիտական վերլուծությունների կենտրոնի ղեկավար կամ անդամ, մյուսին ներկայացնում են ուղղակի որպես էքսպերտ, արդյունքում հասարակությունը, որը չունի պատկերացում, բավարար գիտելիք չունի, չգիտի, որ այս մարդիկ բոլորը մի թիմից են եւ բոլորը սպասարկում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ եթե անգամ բախտներս բերում է, մի անգամ հրավիրում են օրինակ իրական ընդդիմադիր մարդկանց, ստացվում է այնպես, որ իրեն անգամ խոսելու հնարավորություն չեն տալի եւ դա կամ մանիպուլացնում են ինֆորմացիան այնպես, որ դա խայտառակություն է ուղղակի։ Ամենավառ օրինակը մեր նախկին գործընկեր պարոն Միսկարյանի բանավեճի հրավերն էր, որտեղ միաժամանակ բոլորը այս ասма բանով, հա, նշանով սկսում են հավասարապես խոսել, թույլ չեն տալի, որ մարդ հարտահայտվի, այդ մի կողմից, մյուս կողմից էլ Պետրոսը տեն շատ լուրջ դեմքով, ասում է դե դուք ժամանակին, ասում է 1% էլ սկի չկարողացաք հավաքել, խոսքը նժարի ներկայացուցի մասին էր, այնինչ նժարի հետ կապ չունեցող
այլ թիմի անդամ էր պարոն Միսկարյանը ժամանակին եւ իսկապես հա չեն կարողացել, բայց ինչ կապ ուներ դա բանի հետ, հա, նժարի հետ, ինչ կապ ուներ այդ մի տոկոսը մեզ հետ, այսինքն այն որ գլխանց քեզ բան անում էլի, նենց մեսիջա տալի, որ հասարակության մոտ տպավորություն ստեղծի, որ մենք որևէ շանս չունենք, որևէ գործողություն իրականացնելու։ Ես իրականում օգտվելով այս եթերից ուզում եմ շատ հետաքրքիր կոնստրուկտիվ հումորով իհարկե առաջարկ անել հենց հանրային հեռուստաընկերությանը, միգուցե Պետրոսին է դա հետաքրքրի։ Ես կարծում եմ, որ պետք է օգտվել թուրքմենական փորձից։ Ինչ նկատի ունեմ։ Թուրքմենբաշին հիշում եք, ժամանակին ամիսների անունները, շաբաթվա անունները փոխեցի, ձիու անունով էր դնում, հա, մոր անունով ամիս կար, իհարկե դա փոխեցին, բայց այս փորձը հանրային հեռուստաընկերության համար կարելի օրինակ շաբաթվա մի օրը կարճել Ստյոպիկի օր, Արմանի օր, Արեգի օր, Պետրոսի օր, էլի այսպես օրացույց կարել է սարքել հանրային եւ ամեն ինչ իհարկե կլինի տրամաբանական։ Հիմա գալով Պետրոսին դուրս ասեմ, որ երջանիկներից մեկն եմ 4 օր առաջ Facebook-ում արկելափակեց, մինչ այդ այսպես ընկերներ էինք Facebook-յան, հերթական մանիպուլյացիան իրագործեց, Սոլովյովի հայտնի արտահայտությանը ես տվել եմ իմ գնահատականը, որ դա ընդհանրապես քողարկված իրենց օգտին արված հայտարարություններ, որպեսզի արդարացվեին այն հակառուսական տրամադրությունները, որոնցով իբր օժտված է գործող իշխանությունը, ուղղակի պասեր, փոխանցում էր, որպեսզի դա սկսեն քննարկել, եկեղեցում չստացվեց, շատ բան ուղղակի խոպը քարին եկավ, հա, ԿՊԱ-ական խոպը, դրա համար պետք էր մեկ այլ արդարացնող դաշտ, որտեղ ավելի ազատ կարող են շնչել, եւ այդ պասը եկավ Հյուսիսից։ Պետրոսը որոշեց, որ ես դա պաշտպանել եմ ճիշտ հակառակը, այսինքն ինչ որ գրել է ճիշտ հակառակը եւ դրեց իր էջում, ստիպած նորից բացատրեցի ավելի հանգամանալի բառապաշարի օգտագործմամբ եւ 4 օր առաջ արկելափակեց։ Հիմա գանք Պետրոսին որպես օրինակ, որպես նմուշ կամ ցուցանմուշ հանրային հեռուստա ընկերություն կոչվող թանգարանի, այսպես ասած։ Պետրոսի օրինակը դա դասական Շահերի Բախման օրինակը, որտեղ մենք տեսնում ենք բազմապիսի, բազմաձև, տարբեր երանգներով Շահերի Բախում։ Առաջի դրսևորումներից մեկը, զրոյականը չասեմ, որտեղ շատ բաներ դա կապված է քաղաքական հավատարմությունից։ Մենք գիտենք որտեղից է եկել, իր մասին գրվել է նաև հայտնի գրքում, վարչապետի, որը իր աշխատանքը ուշագրությունից որակեց որպես գեղարվեստական գրականություն վերջերս։ Հիմա Պետրոսը դեպս թևքերը քշտելով դեռ նախանցյալ տարվանից սկսեց պաշտպանել խոտան դասագրքերը, պատմության դասագրքերը, որի շուրջ մասնագիտական համարյա միահամուռ 99%-ով պատմագիտական համայնքը ասեց աղբ է, մեկ հեղինակով դասագիր չեն գրում, խոտան է տեխնիկական, ոչ միայն գիտական խոտան է, այլև տեխնիկական։ Պետրոսը հրավիրում է ոչ թե ինձ քննադատողներից մեկը, նաև այդ տեքստը գրողը, որի տակ ստորագրեցին համարյա բոլոր պատմաբանները, ճիշտ է շատ հայտնի, հրավիրում է հեղինակին դասագրքի արտահանալու համար, հակադիր կարծիք չկա։ Նույն հեղինակին հաջորդ տարի են տալիս նորից խոտան, նորից հակագիտականություն։ Հիմա ինչու է Պետրոսը անում, դա բոլորն է գիտեն, որովհետև Պետրոսի գոնե իրավաբանական առումով կամ իրավական կինը հանդիսանում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այստեղ կինոն կարելի է վերջացնել, բայց շարունակությունը հետաքրքիր է։ Եկավ եւս մի դեպք, այսօր հանրային հեռուստաընկերությունը համարյա ամեն ամիս Ժաննա Անդրեասյանը, որը չգիտեմ երբևէ ծիծեռնակաբերդ բարձրացել էր թե չէ, բայց ամեն ամիսը գոնե 1-2 անգամ բարձրանում է ինչ որ աշխատանքներ հետևելու համար։ Ինչու է դա անում, շատ պարզ պատճառով, որովհետեւ քրեական գրորեն պատժելի արարք է տեղի ունեցել հուշահամալիրի հանդեպ վանդալիստական գործողություններ են եղել, կրկնեմ դա չհաստատված նախագծով, այսինքն վերջնականապես չհաստատված, չստորագրված նախագծով բերել են ոչ մասնագիտացված բանվորական ուժ, որը հասցրել է հուշարձանին անվերականգնելի վնաս։ Հիմա դա հասկանալով կամ Ժաննային ասում ինքնուրույն այդ հարցը լուծում է, դրա համար ամիսը 2 անգամ, 3 անգամ գնում են նույն բանը, նույն տեղում կանգնելով նույն շքախմբով, որպեսզի դա լուրջ ստեղծվի։ Հիմա հուշարձանի հետ կապված, երբ որ ակնհայտ էր, որ հանրային մեծ բողոք կա, նաև մասնագիտական կարծիք, Պետրոս Ղազարյանը հրավիրում է միայն այն մարդկանց, ովքեր պնդում են այն մանտրաները, որ վերականգնում են, իսկ դուք չեք ուզում վերականգնել։
երբևէ հակադիր կարծիք ներկայացնող անձի մասնագետի եթեր չի տրամադրվել ոչ պատմության դասագրքերի եւ մյուս դասագրքերի խայտառակ իրավիճակի, որի համար մեկ մեղավորը իհարկե իր կինն է, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, եթեր չի տրամադրվել ոչ միայն հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիստական գործողությունները լուսաբանելու, հետաքննելու, չէ՞ որ լրագրությունը նաև պետք է հետաքննություն հանրային հատկապես, պետք է հետաքննություն իրականացնել հասարակական կյանքի առողջացման կարևորագույն դրսևորումներից մեկը դա է, բայց նաև որևէ կերպ հետևելով նաև այս վերջի 7 տարիների իմ գրառումներին, որտեղ ես մատնացույց եմ անում ՔՊԱ-ական վերնախավի կողմից տարատեսակ հանցագործությունների մեջ ներգրավման մասին, որևէ մեկ անգամ հանրային շահը պաշտպանելու համար կամ հակառակը ինձ մեղադրելու բալանս կոնե պահելու համար ինձ սուտ համարելով որ ես զրպարտում եմ կամ սուտ եմ խոսում իմ փաստերը համոզիչ չեն երբևէ չի տրվել եթեր որպեսզի ես դա բարձրաձայնեմ հանրային դա հանրային շահ է դա անձնավորված խնդիր չի երբ որ ես ասում եմ ներկայումս բարձր պաշտոններ զբաղեցնող անձիկ առնվազն գոնե կասկածվում են հանցագործություններ իրականացնելու մեջ տեղի ունեցել փողերի լվացում որը կոչվում է ՔՊ-ի կողմից տեղի է ունեցել ֆինանսների յուրացում որը կոչկվում է ԿՊ-ի կողմից, ուրեմն դա հանրային շահը շոշափող կարևորագույն, ըստ որում դա սովորական պահեստի մասին չի։ Ես խոսում եմ հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի մասին։ Ես հասկանում եմ կամ չեմ հասկանում ավելի շուտ գոլեգաների լռությունը, բոլորը սիրում են հարմարվել, համարելով որ Հայկ Դեմոյանինն է թանգարանը, այդպես են պատկերացում, հա, կլիշեն, մտածում կամ հուշարձանը լավ ինքն ա եղել, թող ինքն էլ խոսի։ Բայց սա իմ խնդիրը չի միայնակ բարձրաձայնելը, ես կարող եմ հանգիստ ապրել, չէ՞։ Ես կարող եմ չբարձրաձայնել, ասել դե լավ ինչ ուզում են անեն։ Իմ ժամանակ ոչ մի բան չի եղել, ինչի համար գլուխս դնեմ բանի տակ, հարսվեմ, ես դա չեմ անում, որովհետև ունեմ այլ սկզբունքներ, այլ դավանանք, այլ կռեդոներ կյանքում։ Հիմա ես մատնացույց եմ անում ամենայն մանրամասնում, կա քրեական գործ հաղորդած, որը չի մտնում դատաքննության փուլ։ Հանրային հեռուստաընկերությունը ինչու չի լուսաբանում, իմ խոսքով, թե ինչու չի մտնում այդ հափշտակումների գործով հարուցված քրեական գործը 2021 թվականին, որպեսզի հասկանան ում անուններն է դրանք այնտեղ շոշափում եւ ինչ առնչություններով, ինչ փոխկապակցվածություններ կան։ Սա փակի տակ է պահում, իսկ այստեղ ասել თუ ընդրովի մոտեցում է, ոչ, սա էլ հանցագործության հանցակցության նաև դրսևորում է անում, որտեղ հանրային հեռուստաընկերությունը իր կոչումով պետք է հանրային շահերը սպասարկի։ Այդ թվում նաև բացահայտումներով։ Ես հիմա նայում եի ցուցակը, մենք անվանական դուրս են գրել ովքեր են մասնակցել ու նայում եմ որ այո օրինակ Աննա Դանիելյանի հետ ծրագրում բազմաթիվ անգամ ներկա է եղել Ժաննա Անդրեասյանը, ներկա է եղել օրինակ քննչականի ղեկավարը ու ոչ մի անգամ հնարավորություն չտալ այս մարդկանց հետ խնդիրներ բարձրաձայնող կողմին գալ ներկայանալ ու փաստերը հիմքերը ներկայացնել ու քննարկման առարկա դարձնել դա, երբ որ դա իսկապես հանրային խնդիր է, ու առնվազն անհամաչափ, մեղմ ասած անհամաչափ եւ խտրական է։ Եվ հանցակցությունը, այսինքն եթե դու դա չես անում, որտեղ դու օրենքով պետք է ապահովես հանրային լուսաբանում նաև, դա անաչառության սկզբունքն է, որը խախտվում է։ Ուրեմն այստեղ անաչառության սկզբունքի խախտումից եւ կողմնապահությունից եւ շահերի բախումից, բայց շրջանառության մեջ պետք է դրվի հանցակցությունը, այսինքն ես առանց չափազանցնելու եմ ասում, որտեղ եթե այստեղ կա ազգակցական կապ, այսինքն մեկ զուգընկերը ամուսնական կապի հիման վրա պաշտպանում է ընտանեկան շահերը այստեղ, հա, իր ամուսնու կամ կնոջ շահերն է սպասարկում հանրային հեռուստաընկերության եթերով, դա արդեն հանցագործություն է։ Կակ մինիմում շահերի բախումը, որը որ սկզբունքորեն անտեսվում է։ Իսկապես մենք բավականին մեծ թվով, սա շատ փոքր հատվածն է, սա ես ուղղակի դուրս եմ բերել ժամերով, օրերով, ծրագրերով, անուններով, ազգանուններով, կոնկրետ ով ինչքան խոսել է, բանավեճներին է դա նաև վերաբերվում, եւ իսկապես սա այսպես փաթեթավորելու, ամբողջականացնելու, ներկայացնում, մենք ինչու մինչև այս պահը չենք ներկայացնում դեսպանատներին, ինչպես որ խոստացել էինք ժամանակին, որովհետև մենք սպասում էինք, որպեսզի ավարտվի 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը արված այդ ամբողջական մոնիտորինգի վերջնական տվյալներին եւ տվյալների վերլուծությանն ենք սպասում, որպեսզի մեր խոսքը թեպետ
վիզուալ անգամ երևում է դրա համար առանձնապես ջանքեր կարիք չկար, հա, ձեռնարկելու, բայց միևնույնն է, եթե դու ներկայացնում ես այդ թվում նաև գլխավոր դատախազին ներկայացվող փաստաթղթերում պարտադիր պիտի ներկայացված լինեն հիմքերը, որպեսզի նաև հաշվարկը լինի, ինչու մենք մեղադրում այս կողմերին, հետևաբար մենք բոլորը սպասում ենք ավարտին, հիմա ասում արդեն վերջնական ավարտել ենք, հաշվարկները արդեն կան, հետևաբար մենք այո ուղարկելու ենք նաև մեր միջազգային գործընկերներին, այդ թվում նաև դեսպանատներին, Հայաստանից դուրս գտնվող նաև այլ կառույցներին, ու սա շատ կարևոր է, որովհետև նախընտրական փուլում մենք այսպիսի իրավիճակ իրականում ունեցել ենք, ես ուզում եմ հիշեցնել, որ հատկապես նախընտրական փուլում սա շատ կարևոր է հանրայինի, այսպես ասած, քիչ թե շատ կարգի հրավիրելը, փոխել իհարկե հնարավոր չի, դա միայն իշխանության փոփոխությունից հետո, եթե կան արժեք կրող մարդիկ, որոնք հասկանում են հանրայինի կարևորությունը, իսկապես փոփոխություններ կարող են լինել եւ պետք է լինեն։ Բայց եթե այս տեմպերով շարունակվեց, գոնե մի քիչ կարգի հրավիրելու հարցում մենք շատ մեծ անելիք ունենք, որովհետեւ հիշեցնեմ, որ օրինակ 21 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա են արել էլի նույն հանրայինի թեթև ձեռքով եւ անունը դրել էին թե իբր մեծ թվով կուսակցություններ են մասնակցում ու դաշինքներ ու բոլորը հնարավորություն չունեն վարչապետի հետ, այսինքն բոլորը միաժամանակ չեն կարող գտնվել մեկ տարածքում, հետեւաբար իրանք բաժանել են երկու խմբի եւ այն նորաստեղծ ուժերը, որոնք իսկապես կարող էին հակադրվել, որոնք ասելիք էին ունենալու գործող վարչապետին, այս բոլոր մարդկանց առանձնացրել ու թողել են մի բլոկում, իսկ Նիկոլ Փաշինյանի համար մաքսիմում արդյունավետ, այսպես ասած կոմֆորտ զոնա են ապահովել, բերել էին այսպես կոչված նախկիններին, որի պայմաններում Նիկոլ Փաշինյանը կարողանալ էր ասել բա դուք, բա ձեր ժամանակ, բա գողացել են, բա թալանել են, բա կոռուպցիան, բա դաչաները, բա այս, բա այն։ Հիմա ընտրություններին ընդառաջ իսկապես շատ կարևոր է այս խնդիրը բարձրացնել միջազգային գործընկերներին, որպեսզի իրանք էլ իրանք չտեսնելու տեղ չդնեն, իրանք էլ իրանք տենց չհասկացողների տեղ չդնեն, հիմնավորված, փաստարկված մենք ցույց ենք տալու եւ դա նաեւ եւ ակնկալելու ենք նաև իրենցից արձագանք ու պատասխան, որովհետև ես հասկանում եմ կարող են եւ չարձագանքեն, բայց մենք դա անելու ենք հանրային ու ակնկալելու ենք պատասխան, որովհետև այդպես չի կարելի։ Եթե դուք օգնում ու աջակցում եք, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն եք ցույց տալիս, ինչ որ ոնց էր ասում, հիմա ինչի դեմ է պայքարում, եթերում մանիպուլյացիաների եւ հիբրիդային պատերազմ են հայտարարել 12 միլիոնանոց հիբրիդային պատերազմ, այ հիբրիդային պատերազմը տեղի ունենում հիմա ներսում, երբ հանրային գումարներով հանրային հեռուստաընկերությունը օգտագործվում է մի հոգու, մի մարդու գովազդը կամ իրան հարակից, իր հետ փոխկապակցված, իր թեզերը շատ դեպքերում հանցավոր թեզերը տարածող մարդկանց եթեր ապահովելու ու հանրությանը մոլորության մեջ պահելու հարցում։ Ես կարծում եմ, որ մեր հաղորդաժամի վերջնամասում պետք է նաև պրևենտիվ կանխարգելիչ կանխատեսումներ անենք, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, թե ինչ նոր ցրծամների սպասենք հանրայինի եթերով եւ դրա եթերից դուրս այդ ցրծամները կամ զագատովկաները միանշանակ ուղղված են հունիսյան ընտրությունները սպասարկելու համար։ Ովքեր չնկատեցին, ասեմ, հունվարի 1-ով դա ազդարարվեց, այն ճոխ հրավառությունը ամանորյա լույսերի եւ այո սրտիկներով դա ոչ թե քողարկված, այլ արդեն թակուն քարոզչություն էր, որ այսօրվա ամանորը կապված է ԿՊ-ի հետ, այս տարվա 2026-ը պետք է կապված լինի ԿՊ-ի հետ, այդ դրոնախախ կոչված երկնքում Երևանի հենց դա էր։ Հիմա ինչ ցրծամների սպասել։ Շատ կարևոր է, որ հանրությունը իրազեկված լինի եւ որոշակի գրագիտություն ստանա զոհ չդառնալու համար մանիպուլյացիաներին։ Առաջին հերթին ես կուզենայի մանկահասակ ոչ չափահաս երեխաների ծնողներին դիմել եւ ուսուցիչներին։ Այսօր տեսնում ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար, դա եթերում էլ է գնում հանրայինի, բերում է ավագ դպրոցի դասարանի աշակերտներին, ովքեր շուտով ընտրության իրավունք ունենան եւ ընտրողներ են ապակա դառնալու։ Ուրեմն առաջինը զերծ պահեք ձեր երեխաներին, որովհետեւ ձեր երեխաների դեմքը արձանագրվում է։ Այդ մաքրման process չի լինելու, որովհետև տեսախցիկով երեխաները չեն ստորագրել, ծնողը չի ստորագրել, ինչու են իրենք գնում կառավարության շենք եւ հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ։ Արայիկ Հարությունյանը հանուն երեխաների եւ նրանց շահերի չի հանդիպում։ Նա հանդիպում է ձեր երեխաների միջոցով սպասարկելու իր կուսակցական շահը հանուն ապագա ընտրությունների։ Ձեր երեխաները այդ տարիքում նրանց դեմքը արձանագրում է լուսանկարով եւ
ձայնագրությամբ։ Ուրեմն եկեք այդ հիգիենայի կանոնները պաշտպանենք։ Մի թույլ տվեք, որպեսզի ձեր երեխաները դպրոցից դուրս սպասարկեն անկախ իրենց կամքից, չգիտենալով դա, դուք եք ծնողներ պատասխանատու, դուք եք ուսուցիչներ պատասխանատու։ Հաջորդը գալիս է երիտասարդություն ուսանողներ։ Մեծ աշխատանք կտարվի հատկապես բուհերում մանիպուլացնելու, չեմ խոսում ակադեմիական քաղաքակոչված թյուրիմացության մասին, բայց նախընտրական շրջանում հուժկու աշխատանք կտարվի ինչպես ֆինանսական միջոցներով։ Մենք արդեն տեսնում ենք կառավարության պաուստային ֆոնդից, այլ միջոցներից, երևի ձեռնարկատերից, ովքեր սպասարկում են գործող իշխանությանը, ստեղծվում են վերլուծական ինչ-որ կենտրոններ, ինչ-որ մեկի անունով, ինչ-որ անհայտ, եւ եթերում հայտնվում են այդ էքսպերտները, որոնց երբևէ չես տեսել, որտեղից ծնվեց, որտեղ են բուծել այս աղջկան կամ այս տղային, որը գալիս է եւ սպասարկում են, որում սպասարկողների մեջ նաեւ հատուկ կան 5000-անոց դրամ ստացող ծափահարողներ ուղղորդված, որոնք պետք է իրենց ներկայացուն եթերում ասացի ցանկացած հիմարությանը իրենք ծափով խլեցնեն ընդդիմադիրի տեսակետը, դա էլ է հաշվարկված հանրային հեռուստաեթերում։ Ուրեմն պահպանենք սիրելի ծնողներ, ուսուցիչներ, հուժկու աշխատանք է, այդպես ցունամի էս ասեմ, դա ֆինանսական առումով գալի են ձեզ ուղղակի առնեն, կոպիտ ասած։ Մի գայթակղվեք, որովհետև դրանով ոչնչացնելու եք ապագան։ Մենք տեսանք ինչ սրանք բերեցին, որովհետև իրանց բերել էին հենց դրա համար, սպասարկելու համար, իրենք ոչ մի բան չեն ներկայացնում, իրենք ընդհանրապես երևացող մասն են սարսափելի ուժի, որը այսօր կառավարում եւ ուղղորդում է սրանց։ Հիմա ընտրությունների հետ կապված հատկապես երիտասարդությունը խոցելի է։ Հաջորդ խումբը մեր գյուղաբնակ, մեր քաղաքացիներին։ Շատերը ունեն իրենց վերապա զգացումը, բայց պետք է հասկանանք նաև մեր գյուղաբնակ քաղաքացիներին, որովհետև այս եթերը հատկապես դիտում են այնտեղ, որը չի ֆիլտրվում։ Չի ֆիլտրում, ասում են Երևանում ցույց են տալիս, այս իրանք տեսնում են այդ պատումը, տեսնում են Նիկոլի դեմք, տեսնում են կարծիք, իրանց մոտ այլ ընտրանքային կարծիք չի ձևավորում, որտեղ շատ հեռուստաընկերությունները իրենք չեն նայում ուղղակի, կամ չկա, ասենք գյուղապետ ուղղորդվածը գյուղապետ, հասկանալ է, չկա որևէ մեկը, որ այլ ընտրանքային կարծիք ապահովի։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր սրտացավ են երկրի ապագայի համար, պետք է հատկապես աշխատանք տարվի, չգիտեմ, ինչ միջոցներով, տեսամիջոցներով, ֆիզիկական ներկայությամբ այնտեղ բացատրական աշխատանք տանել, թե ինչ ձևով այդ ասֆալտը, այսօր գիտեք, մոլագարության աստիճանն է փոքր քաղաքներում եւ գյուղերում, որևէ սանդղակ չկա, թե ինչու ես դու այսինքն սանդղակը կա, բայց դա բարոյական սանդղակ չի։ Ինչու ես դու հակված, որ իշխանությունները լավն են։ Առաջին կետից մինչև վերջին կետը դա ասֆալտն է։ Ուրեմն այս մարդկանց պետք է հասկանանք, որ իրենք շատ մեժված լինելով, ուշադրության կարիք անտեսված լինելով, իրանք ստիպված են այլընտրակ չունեն ընտրություն կատարելու։ Եթե բերում են ինչ-որ լավ բան են անում, իրենց մոտ միայն դա է արձագանքում, որ գիտեք, իրանք հարց չեն տալիս, որ այդ ասֆալտը Նիկոլ Փաշինյան իր գրպանից չի տալիս, այդ ձեր գյուղացիների, քաղաքացիների գրպանից են բերում հանուն իշայի, որտեղ այդ ասֆալտի համար դու 2-3 տարի շարունակ վճարելու ես ավելին։ Այս է ամբողջ մեխանիզմը, ամբողջ բանաձևը այդ ասֆալտ անելու, դա է։ Ուրեմն լրջագույն աշխատանք անելու, հատկապես փոքր քաղաքներում, մարզերում եւ գյուղերում, որի վրա աշխատանք տանելու են սրանք, ունեն իրենց զագատովկաներն էլ, ցրցամներն էլ, ռազմավարությունն էլ ունեն, ամեն ինչ պետք է տանի այդ ռազմավարությունը հենց արմատույց կտրելով, հենց հիմքում խափանելու ուղղությամբ, որովհետեւ այս շանսը, որ կա, ես չեմ տանում ընտրությունների, տեսեք, ես եթերում եմ հնչեցնում, ես կողմ չեմ ընտրությունների, որտեղ ընտրությունները ծուղակը, որովհետև ես գիտեմ քաղաքական դաշտը ինչքան այլանդակը եւ այլասերված։ Ես կողմ եմ, որպեսզի առաջին իսկ պատե արդի դեպքում հանրությունը դարձի գա կամ շեշտակի, այսպես ասեմ, ուշքի գա, եթե այդպես ասեմ, եւ հասկանա, որ այս ամեն ինչը տարվում է կրկին Նիկոլ Փաշինյան կամ Նիկոլ Փաշինյան 2 իշխանության բերելու համար։ Մեր խնդիրը համակարգային է։ Մենք ունենք սոսկալի համակարգ, մենք ունենք կանիբալ մարտակեր համակարգ, որը չունի որևէ սրբություն, որևէ արժե համակարգ եւ պատրաստ է ցանկացած շահի համար ոչնչացնել անհատական մակարդակից պետական շահը սկսած։ Մենք ունենք առայժմ կորսված Արցախ։
Արցախը այսօր հետին պլանում է չէ, Արցախ օրակարգից ընդամենը հանել են սրանք եւ իրենց առաքելությունը ինֆորմացիոն մանիպուլյացիայի, այդ թվում հանրայինի եթերի օգտագործում հենց սրան է ուղղված։ Առանց հայաբնակ Արցախի մենք կորցնելու ենք Հայաստանը մաս առ մաս, սա իմացեք, որովհետև դա չափազանցություն չի։ Ես մի փոքր այլ տեսանկյունից կնայեմ, այնուամենայնիվ կարծում եմ քաղաքական ուժերը պիտի պատրաստվեն ընտրություններին, այնպես չի, որ ես վստահ եմ, որ ընտրությունները լավ են անցնել։ Ուղիղ հակառակը, ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինեն մեր պատմության ամենավատ որակով ընտրությունները, որակի զրոյական այսպիսի վիճակով, ես համոզված եմ, որ մենք ականատես ենք լինելու այնպիսի իրադարձությունների դեպքերի, որոնց մտքներովս անգամ չեր անցել ու մեր նախորդ մերժելի դատապարտելի ժամանակաշրջաններում մենք դա չենք մտքներովս այն ժամանակ էլ չեր անցնի, որ տենց բան կարելի անել, որովհետև այո, այս իշխանությունը անչափ մեղքեր ունի եւ քրորեն պատժելի գործողություններ ունի եւ բարոյական դաշտում այնպիսի գործունեություն է իրականացրել, որ իրանց մերժելը, իրանց դատապարտելը անխուսափելի է եւ իրանց համար սա ոնց որ այդ վերջի կռիվն է, իրանց համար է գոյաբանական կռիվ, հետեւաբար իրանցից ամեն ինչ սпасելի է եւ այո, այն ինչ որ իրանք անում են հիմա ներառյալ եկեղեցու հետ կապված իրադարձություններ, ներառյալ բազմաթիվ այլ գործողություններ, այն չգիտեմ, ցեղասպանությունը անուն առանուն ճշտելու այդ տեսակ թեզերը, որ անդադար դնում են շրջանառության մեջ, դրա միակ նպատակը նա է, որպեսզի մենք որպես հասարակություն չկարողանանք ժամանակ չունենանք խոսելու այն հանցավոր գործունեության մասին, որ իրանք արդեն իրականացրել են, որպեսզի մենք հնարավորություն չունենանք խոսել մեր հասարակության հետ ապագայի, մեր ներկա սարսափելի վիճակի մասին եւ չկարողանանք ժամանակ չունենանք ներկայացնել այն ապագայի խնդիրները, որոնք մենք որպես լրջագույն կարևոր առաջարկ անում ենք մեր ժողովրդին փոփոխություններ գնալու եւ այո, շատ դժվար ու շատ ծանր ալնելու, իրենք ամեն ինչ արդեն իսկ սկսել են ամենաանհավանական գործունեություն իրականացնել, բայց սա լուծում ունի։ Ես համաձայն եմ, որ եթե ինչ-որ մի պահի հնարավորություն լինի, ինչպես որ իրանք փողոցով եկան, այսպես ասած իշխանության, բերեցին իշխանության, հա, ես կարծում եմ, որ եթե եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այսինքն դա քրորեն պատժելի գործողություն չի, իսկ ես պնդում եմ, որ ժողովուրդների ապստամբելու իրավունքը դա սրբազան իրավունք է եւ դա ամրագրված է այդ թվում նաեւ մարդու իրավունքների հռչակագրի մեջ որպես բան, հա, հնարավորություններից մեկը եւ իշխանությունների պարտավորությունն է երկիրը կառավարել այնպես, որ ժողովուրդը ապստամբելու կարիք ու անհրաժեշտություն չտեսնի։ Դա մեր իրավունքն է սրբազան։ Ես էլ եմ կողմնակից, որ եթե ժամ առաջ հնարավորություն լինի այս մարդուն ճանապարհել տուն ու կասեցնել այս process-ը, լրիվ համաձայն եմ, բայց միևնույն ընտրություններին պետք է պատրաստվել ու շատ լուրջ դրան մոտենալ, որովհետեւ իսկապես սա լինելու է, այն որ ասում եմ, այդ սերիոզն է։ Եկեք կենտրոնական աշխարհում, գիտեք, վտանգավոր է ոչ թե գազանը ինքնին, այլ վիրավոր գազանը, որտեղ երբ որ գազանին քշում ես անկյուն, եւ դա վիրավոր է, վերջի ճիկն է գործադրելու փրկելու այդ մահվան ճիրաններից։ Այ հիմա ԿՊ-ի վիճակը վիրավոր այդ գազանն է անկյուն քշված։ Իրենք շատ լավ գիտեն հանրությունը ինչքան էլ որ ասենք մանիպուլացված, ինչքան որ ասենք լոտո խաղացողների հանրության ստացանք, բայց կա մի խավ մարդիկ, ովքեր տեսնում են, ովքեր գիտեն դեռ զատելը լավը, վատը, սուտը ճշմարտությունը, հա, սևն ու սպիտակը։ Հիմա իրենք շատ լավ գիտեն եւ դրա մասին չեն խոսում, անդադ ինչ են ասում, մենք քվ ենք ստացել 2021 թվականին։ Դա միակ թզի տերևն է, հա, որով փորձում են իրենց մերկությունը ծածկեն։ Եվ այսօր այդ վիրավոր գազանի կարգավիճակում հայտնվել, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է իրենց սպասվում։ Ես նույնիսկ սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է իրենց եւ իրենց սպասարկուներին սպասվում իրենց արված ծանրագույն հանցագործությունների համար։ Դրա համար իրենք ամեն ինչ անելու են։ Բոլոր ուժերը ներդնելու են, իրենք կգնան ամեն ծայրահեղ քայլերի։ Իսկ մեզ ուղուշ, համբերություն, իմաստություն, որովհետեւ սա մեր պետության համար մեր գոյաբանական կռիվը պետության համար է իրանց կաշիների փրկելու տարբերությունը դրա մեջ է։ Կաշիներից բացի ֆինանսները, ունեցվածքը, թալանը, որից զրկվեն վարկյանական։ Դե հույս ունենանք, որ հենց այդպես էլ կլինի, իրանք վարկյանական կզրկվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլանալ, մենք շատ մեծ աշխատանք ունենք անում, բոլորիս համբերություն։ Եվ այս աշխատանքն է անպայման պետք է նորից անդրադառնանք, որովհետև սա այն ՀԿ-ներն էին, որոնք պետական ֆինանսներ են ստանում, միջազգային
ֆինանսներ են ստանում, սպասեք նաև բանի, որ կասեն մեր Դանիել Յուանիսյանի հացն է կտրում, այսպիսի բաներ անելով, հա։ Մենակ Դանիելը չի, ես սպասում եմ, որ նաև դատարան կդիմեն, բայց վերջին միջադեպը երկու լրագրողներին, որ ազգային ժողովից հանեցին, անմիջապես եթերում հայտնվեց մեկը, որը սկսեց պաշտպանել ոչ թե լրագրողների շահը, այլ իշխանական մոտեցումը, բայց դա լրագրողական էթիկայով եւ մնացած իրավունքներով զբաղվող անձ է։ Անմիջապես եթեր ինչու բերեցին, որովհետև ցանկալի ձևով պետք է մեկնաբաներ միջադեպը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր փամփուշտ է, բարձր դրամաչափի, մեծ դրամաչափի, որը պետք է կրակել անընդհատ։ Այսօր թիրախում հանրային հեռուստաընկերություններ, սիրելի հեռուստադիտողներ, այո, փամփուշտները պատրաստվեն, եղեք գիտակից այդ հիգիենյան ինֆորմացիա ստանալու, ինֆորմացիա ֆիլտրելու, ինֆորմացիան կշռադատելու, մի թողեք անմիջապես ձեր եւ ձեր շրջապատում, որպեսզի այն ընդունվի որպես այդպիսին։ Աշխատում է ձեր դեմ, ձեր գիտակցությունը մանիպուլացնող, հզոր, ապիկար, մի կեղտոտ գործիք, որը կոչվում է այսօր հանրային հեռուստաընկերություն եւ դրան սպասարկող մեծ անձնակազմ։ Շնորհակալ եմ շատ, մենք կշարունակենք այլ ծրագրերում նաև այլ խնդիրների մասին խոսել, որովհետև մեր փամփուշտները այս кейսերն են, այս գործերն են, մենք էլի փամփուշտներ ունենք ու մենք էլի հարցեր ենք քննարկելու, այնպես որ համբերատար եղեք, հերթով, կարգով, ինչպես ասում են, կհանդիպենք նորից։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ օրենքին համաձայն։ Միանշան։